Երկնավոր Հայր, մեր Տերը, մեր Աստվածը, ով դեր քու սուրբ տաճարիդ մեջն ենք, եւ մանավանդ ով դեր քու սուրբ ներկայությանդ մեջ ենք եւ գուզենք քու արժեվդ կենալ խոնարհոգիով, հեզությամբ եւ գուզենք քու արժեվդ կենալ Երկնավոր Հայր շնորհակալությամբ այն բոլոր բարիքներուն, այն բոլոր օրհնություններուն համար, որ կստանանք քեզ մեզի գողքաս, մեզի գբահես, մեզի գարաշնորհտես, մեր պետքերը գլեցնես եւ մեր դգարություններում մեջ, մեր դժվարություններում մեջ մեզի գզորացնես եւ մեզի գարաշնորհտես եւ գմիջամդես ով դեր մեր կյանքի մեջ։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս Քրիստոսի կյանքին համար, անոր աշխարհակալուն, անոր ծնունդին, անոր ուսուցմունքներուն, բայց նամանավանդ Տեր Հիսուսի մեզի համար կատարած փրկագործության այդ արարքին համար։ Ու միածին որդիդ Երկնավոր Հայր աշխարհ գրգեցիր, որովհետեւ մենք իր խաչով եւ իր մահով, իր արինով գարնանք մեղքերու թողությունը ստանալ եւ իր հարությունով գարնանք նոր կյանք ստանալ, գարնանք ու աշակերտները տլալ ով դեր եւ մեզի այդ սուրբ կյանքը ապրելու ողջունը կուտաս։ Ոչ թե անգյում մկաշվելով, բայց քեզի համար նվիրվելով եւ սուրբ կյանքը այս աշխարհի մեջ ապրելով։ Երբ խոսքիդ ու գամքիդ հնազանդ կլանք, երբ մեր կյանքը ու գամքիդ համաձայն կապրինք, երբ մեր որոշումները ու առաջնորդությունով կգադարենք եւ մեր ամբողջ կյանքով դեր ծրագիրը քեզի կվստահենք։ Մեր երազները, մեր աշխատանքները, մեր դեսիլքը, մեր դժվարությունները հավատալով ով դեր որ եւ վստահելով որ ցուն այդ բոլորի մեջ մեզի հետ պիտի լաս եւ պիտի առաջնորդես մեզ։ Ով դեր ուզենք հնազանդ կյանք ապրիլ քեզի եւ այս մեկը նաեւ քու գոչումը է մեզի համար։ Եվ այնքան ադեմ որ անհնազանդ կլանք ով դեր գիտենք որ չարը պիտի հաղթե որովհետեւ այդ մեկը իր ռազմավարությունն է։ Եվ այնքան ադեմ որ մենք խոսքիդ հնազանդ կլանք, այն ադեմ պիտի հաղթենք փորձության եւ մեղքին ոչ պիտի ասենք ով դեր։ Adorամար մեզի միշտ այդ գիտակցությունը, այդ պատրաստակամությունը դուր եւ մանավանդ Սուրբ Հոգիով մեզ առաջնորդե, որ նախ խոսքը կարդանք, հասկանանք, կամ գիտնալով դեր, կամ գիտ հնազանդ լանք այս աշխարհի մեջ։ Ինչ ալլան մեր պայմանները, ինչ ալլան մեր վիճակները, որպես անհատ, որպես հավատքի ընտանիք, որպես եկեղեցի, եւ ով դեր գաղութենք որթուն մանավանդ մեր այդ որոշումներում մեջ եւ մեր գոչումի մեջ, մեր հավատքի կյանքի մեջ մեզի հաստատ բայես եւ զորացնես եւ առաջնորդես ով դեր քո հոգիով։ Մեր անձերը այս առավոտ քեզի կբերենք, մեր ընտանիքները քեզի կբերենք այս եկեղեցին, անոնք որոնք ով դեր մեր շուրջը դժվարություններ ունին, հիվանդություններ ունին, գաղութենք ով դեր բժշկության համար, գաղութենք մխիթարության համար, գաղութենք ով դեր որ նաև հույս տաս եւ մեզ շարունակես հույսով լեցնել ով դեր եւ առաջնորդել մեր կյանքի դարբեր դժվարություններուն մեջ։ Գաղութենք Լիբանանի խաղաղության համար եւ գաղութենք Շրջանի խաղաղության համար, մանավանդ այս պատերազմական վիճակներում մեջ եւ խնդրենք ով դեր որ մեր երկիրը Լիբանանը խաղաղ ով դեր եւ մեր պետությունը առաջնորդները իմաստությունով առաջնորդես։ Գաղութենք ով դեր Տրիպոլի մեջ այս պատահած արգածներուն համար, այս շենքի վնասներուն համար ով դեր հատկապես այն ընտանիքներուն համար, որոնք հարազատներ գործունեցին։ Խնդրենք ով դեր որ նաև զիրենք այցելես ինչ համայնքի ալելան եւ զիրենք ով դեր մխիթարությունով եւ խաղաղությունով լեցնես։ Մեր աշխատանքները, մեր բոլոր ծառայությունները քեզի կբերենք եւ գուզենք ցերկերոտ մեջ տնել եւ ինչ որ գնենք ով դեր այդ բոլորը թող քո парքիդ համար լան եւ եկեղեցին շինության համար եւ թակավորությանդ դարածման համար լան։ Պատրաստեմ ես այսօր նաև խոսքը լսելու եւ խոսքդ
հոգևոր սնունդը ստանալով դեր, բայց նաև այդ խոսքիդ հնազանդ լալու։ Այս բոլորը Տեր Հիսուսի անունով գաղութենք եւ քննենք Հայր Որդի եւ Սուրբ Ոգի Աստված շնորհի մեզի։ Ամեն։ Բայլիս։ Ուրեմն ասո խոսքեն ուզեմ գարտալ Հովաննու ավետարանեն առաջին գլուխ 29-րդ համարեն սկսյալ 124 նոր գդագարան Հետևյալ օր Հովաննես տեսավ Հիսուսը, որ իրեն գուքար ու ուսավ. Ահա աստոքարը, որ աշխարհի մեղք կվերցնե։ Ասիկա է, որուն համար գսեի մետևես մարդ մը գուքավ, որ ինձ մե առաջ եղավ, վասնզի ինձ մե առաջ էր։ Ու ես անիգա չէի ջանչնար, բայց անոր համար ես եկա չրով մը գրդելու, որպես անիգա Իսրայելին հայտնվի։ Եվ Հովաննես վգայություն դվավսելով, թե գտեսնեի հոգին, որ ավնի բես երնքեն գիչներ, ու անոր վրա գահանքչեր։ Եվ ես անիգա չէի ջանչնար, բայց անոր զիս կրգեց չրով մը գրդելու, ինքը սավ ինձի, որու վրա որ դեսնես, որ հոգին գիչն է, ու գահանքչի անոր վրա, անիգա է, որ Սուրբ Ոգիով գմը գրդե։ Ես ալ դեսա ու վգայեցի, թե ասիգա է Աստծո որդին։ Հետևյալ օրը Հովաննես դարձյալ գայներ էր երկու աշակերտներու հետ, նայելով Հիսուսին գողմը, որ կբդդեր, ըսավ աստոքարը։ Այս լսելով երկու աշակերտները կացին Հիսուսին ետևեն։ Հիսուս երբ տեսավ, դարձավ ու տեսավ զանոնք, որի ետևեն գուքային, ըսավ անոնց, ինչ կուզեք։ Անոնք լսին իրեն ռաբբի, որ թարգմանվելով վարդապետ ըսել է, ուր եք ու օթևանդ, ըսավ անոնց եկեք ու տեսեք։ Կացին ու տեսան ուր որ էր իր օթևանը։ Այն օր անոր կով եկեցավ, վասնզի ժամը 10:00 էր։ Սիմոն Պետրոսին եղբայրը Անդրեաս այս երուկեն մեկն էր, որոնք լսեցին Հովաննեսեն եւ անոր ետևեն կացին։ Անիգա նախ իր Սիմոն եղբայրը գտնե ու գսե անոր, կդանք Մեսիան, որ Քրիստոս գթարգմանվի։ Ու դարավ զանիգա Հիսուսին կով, Հիսուս անոր նայելով ըսավ. Տուն ես Հովնանի որդին Սիմոնը, տուն Գեփաս պիտի գոչվիս, որ Պետրոս գթարգմանվի։ Հետևյալ օրը Հիսուս քալիա երթալ ուզեց եւ Ֆիլիպոսը գտնելով ըսավ անոր. Եկուր իմ հետևես։ Ֆիլիպոս Բեթսայդայեն էր, Անդրեասին ու Պետրոսին քաղաքեն։ Ֆիլիպոս գտնեն Նաթանայելը եւ գսե անոր. Ան որուն համար Մովսես օրենքի մեջ գրեց եւ մարգարեներն ալ զանիգա կդանք, այսինքն Հիսուսն ազովրեցին Հոսեփին որդին։ Ու Նաթանայելը ըսավ անոր. Նազարեթեն գարելի է որ աղեկ բան մի ելե։ Ըսավ անոր Ֆիլիպոս եկուր եւ դես։ Հիսուս երբ տեսավ Նաթանայելը, որ իրեն գուքար ըսավ անոր համար, այրավցնե իսրայելացիմը, որուն ներսը նենգություն չկա։ Նաթանայելը ըսավ անոր ուրգե գջանչնասիս, պատասխան տվավ Հիսուսը ըսավ անոր, թեր Ֆիլիպոս քեզ չգանչած, թուն որ տզենի ինդակն էիր, ես քեզ տեսա։ Պատասխան տվավ Նաթանայելը ըսավ անոր ռաբբի, տուն ես Աստծո որդին, տուն ես Իսրայելի թագավորը։ Հիսուս պատասխան տվավ եւ ըսավ անոր համար որ քեզի իսի թե քեզ տզենի ինդակ տեսագա հավատաս ասկե ավելի մեծ բաներ մի տեսնես։ Ուսավ անոր ճշմարիտ կսեմ ցեզի ասկե դու մի տեսնեք երկինքը բացված եւ աստոր էշտակները որ գելեն ու գիչնեն որդի մարդո վրա։ Թող դեր օրներ Սուրբ Խոսքին ընթերցում։ Հինգ դագարանի կամ հին ուխտի հիմնական թեմաներեն մեկը, նյութերեն մեկը Աստծո ընդրությունն է Իսրայելի ժողովրդին։ Მაგრამ ասում ես համար հարցական լալ որ ինչու Աստված այս ժողովուրդը դրեց, բայց այս թեման այդտեղ է, բայց ինչու ընդրեց իր կորձը անոնց միջոցով հարաճ դանելու, կորձի համար, արակերության համար, նպատակի համար։ Եվ անշուշտ այդ մեկը Աբրահամով կսկսի։ Գիտենք, դեր Աբրահամը գանչեց, իրեն զավակ խոստացավ, ըսավ որ քեզի մեծ ասկ պիտի ենեմ եւ քու սերունդովդ ասկերը պիտի օրտնվին։ Տեսնեք, քու սերունդովդ ասկերը պիտի օրտնվին։ Ադրամար կսեմ որ այս ընդրությունը, Աստծո այս ընդրությունը նպատակ ուներ։ Եվ անշուշտ գիտենք, դեպքերու զարգացումի մեջ դերը իր ժողովուրդը գնդրե, Եգիպտոսեն դուրս կբերե, անապատի մեջ 40 տարի
գտապարի մինչև քանալու երկիր երթան, բայց այդ հարաբերության մեջ Աստված իր օրենքը բադվիրանները տվավ իր ժողովրդին եւ զանոնք հրավիրեց այդ օրենքին հնազանդելու։ Վստահ է օրենքներուն մեջ կտեսնենք այս մեկը, անշուշտ սկսելով 10 բադվիրաններ են։ Ու Աստված իրենց բոլոր սրտով, բոլոր մտքով, բադվեք ու այդմայրդ եւ բոլոր բադվիրանքները եւ մնացյալ բոլոր օրենքները։ Երբ Իսրայել անհնազանդ կգտնվի, դերը իր մարգարեները գղրգե։ Դերը մարգարեները գղրգե, որ զիրենք երբեմն հանդիմանե, երբեմն զգուշացնե, երբեմն արտնցնե, եւ երբեմն հուսատրե, մանավանդ երբ աքսորի մեջ են, երբ դարաբանքի մեջ են, երբ ցայներին կպարծացնեն, կխոստանա, բրգություն կխոստանա, մեսիան կխոստանա, եւ գիտենք Եսայի մարգարեության այդ բոլոր հատվածները։ Անշուշտ մարգարեները որ գուզեն որ ժողովուրդը Աստծո խոսքին եւ օրենքին հնազանդ կյանք ապրի եւ ադոր վերաթարնա։ Այս է գորիզը մարգարեությունների մեջ եւ այս գանտիպիկ ասոր։ Եվ կարևոր բաները մեկը որ պետք է որ անդրադառնանք որ այս ժողովրդին հնազանդության կյանքը նաեւ օրինակ դառնալու է նաեւ այլ ասկերու։ Այդ ասկերուն, որոնք իրենց մեջն են, որոնք զիրենք գշրջաբադեն։ Եվ ուրեմն Եսայի մարգարեն գխոսի Աստծո ծառային մասին։ Եվ անշուշտ Աստծո ծառան, Աստծո օձյալը նաև Տեր Հիսուս է 40-43-րդ գլուխի մեջ ադիգա գտեսնենք, բայց սկիզբը նաև իր ժողովուրդն է եւ գսե որ իմ ծառաս լալդ քիչ է, քիչ բան կգարձես որ դու իմ ծառաս ես, իմ ժողովուրդս ես, ահա քեզ ասկերու լույս պիտի ունեմ։ Դու գանչված ես ասկերու լույս լալու։ Անշուշտ այս մեկը Իսրայելի գոչումն էր եւ Իսրայել հաջող ցախովեցավ եւ այդ ցախովության դիմաց Աստված իր որդին գրգեց որպես Տերոջը ծառան, որպես Տերոջը օձյալը եւ 42-րդ կամ 49-րդ գլուխի մեջ Եսայի մարգարեության հստակ կնե որ Տերոջը օձյալը նաեւ գանչված է աշխարհի լույս լալու։ Եվ գիտենք որ երբ որ Տեր Հիսուս կմգրդվի Սուրբ Օքին գիչնա Տերոջը օձյալը Հովանավեդանի մեջ կսե որ աշխարհի լույսը աշխարհ եկավ եւ մարդիկ լույսը խավարեն ավելի սիրեցին իրեններուն եկավ բայց իրենները զինք մերժեցին բայց անոնք որ ընդունեցին իշխանություն տվավ Աստծո որդիները լալու լույսի որդիներ լալու Զնունտի խորհուրդը նաև այս է, որ լույսը աշխարհի, մոքերնա լույսը տեսնելով Քրիստոսի եկան։ Աստծո խոսքին լույսը տեսնելով գիտցան, որ Բեթլեհեմ է, բայց Երուսաղեմ Հերովտես այդ լույսը տեսնելով չկացին մանուկինքով։ Անոնք որ հավատացին, անոնց իշխանություն տվավ Աստծո որ եւ լույսի որդիները լալու եւ անշուշտ ինչ է լույսին բարդականությունը, լույսին բարդականությունը լուսավորել եւ ցույց տալ եւ առաջնորդել Տիմացին անձը։ Հետևաբար երբ այդ լույսը պետք է ցոլացնենք մենք եւ անշուշտ մեր գոչումն է Տեր Հիսուսը ցույց տալ։ Այսօր մենք Աստծո ժողովուրդն ենք, Քրիստոսի ժողովուրդն ենք, նաեւ այդ մեկը մեր գոչումն է։ Ադորամար Հիսուս կսե որ այնպես թող լուսավորեց ձեր լույսը մարդոց առջև, որովհետեւ տեսնելով ձեր գործերը դերը փառավորեն։ Փառավորեն հայրը, որ երկինքն է, փառք Աստծո երթա։ Հետևաբար եկեղեցին եւ հավատացյալին բարդականությունն է մարդոց Տեր Հիսուսը ցույց տալ, Տեր Հիսուսը մատնանշել։ Եվ այսօր դերևս լավագույն օրինակները մեկ դեսնենք նոր գդագարանի մեջ Հովանես Մգրդիչ մեզի համար ջանցված է որպես այն անձը, որ իր կյանքով եւ կարողությունով Տեր Հիսուսի ջամփան պատրաստեց։ Անաբադի մեջ գանջողինցանը դերոջը ջամփան պատրաստեցեք։ Եղիա մարգարեի հոգիով պիտի կագսե մահակյա մարգարեությունը։ Ինչ կարոզեց Աբաշխարության կարևորությունը, աբաշխարեցեք երգի թակավորությունը
մոտեցած է ապաշխարությունը, որ կապված է նաև մեղքերու խոստովանության հետ, անցիմը կյանքի ընթացքը, կյանքի ուղղությունը փոխելու եւ Աստծո օրենքին հնազանդելու։ Ինչու օրենքին գսեմ, որովհետեւ երբ Հովհաննես քարոզեց, դակավին ավետարանը չի գար, դակավին շնորհքը չի գար։ Աստծո օրենքը գար։ Ուրեմն գսեգոր որ իդ Աստծո օրենքին դարձեք, կամ որ երկի թակավորություն, Աստծո թակավորությունը մոտեցած է, եւ անշուշտ Տեր Հիսուսի մգրդությունը, որ երբ որ Հիսուս մգրդվեցավ, նաեւ մենք գիտենք, որ մգրդությունը անցին բգայությունն է նվիրվելու ամբողջությամբ Աստծո եւ անոր գործին։ Եվ եթե Տեր Հիսուս կմգրդվի, նաեւ ինձի համար Հիսուսի գոմե այդ հայտարարությունն է, որ ինք Աստծո գործին նվիրված է։ Եվ անշուշտ ադոր համար եկած է մինչև վերջ Աստծո կամքը կատարեց։ Եվ անշուշտ այս բոլոր Հովհաննեսի մեջ կտեսնենք, բայց մանավանդ մատնանշելու ցույց տալու թե ով է Հիսուս։ Եվ ինչ է իր գործը, եւ ինչ է իր առաքելությունը, եւ այս մեկը ըրավ խոնարհությունով, ոսկե տեսնենք, ահա Աստծո քարը, որ աշխարհի մեղքը պիտի վերցնի, պիտի կամանոր։ Ես չեմ Մեսիան, ինձ մեջ վերջեգողը ավելի մեծ է։ Ես անոր գոշին գաբել քագելու արժանի չեմ։ Ես այս ջրով կմգրդեմ, անիկա հոգիով պիտի մգրդե։ Այդ հայտնությունը ստացա անորզիս խրգեց ջուրով մգրդվել։ Աշակերտները կացին կացեք, մնաց չունի։ Ես չեմ, ինքն է բոմարտը։ Բունանց ինքն է, կովը կացեք եւ կտեսնենք, որ ոստեղ աշակերտները գցիկեն Հովհաննես մգրդիչ։ Հարկ չէ իրեն համար։ Կայ որ Տեր Հիսուսի գերտանգոր։ Ուրեմն ինքը եկած է Տեր Հիսուսը ցույց տալու։ Անշուշտ խոնարհությունով։ Այսօրվա հատվածի մեջ, որ գարտացինք, Հովհաննես, նաև Հովհաննեսի այդ մատնանշումն է, եւ երբ գարտանք Տեր Հիսուսի մասին մատնանշումներ կան, երկար հատվածեր է գարտացի։ Ով է Հիսուս, այս հատվածի մեջ նայեցեք։ Աստծո քարը, Աստծո օձյալը, Ձարան, հոգին վրանգիչն է, Աստծո որդի, Ռաբի, Վարդապետ, ուսուցիչ, Մեսիան, Քրիստոսը։ Ան որում մասին Մովսես օրենքի մեջ գրեց, եւ մարգարեներն ալ գրեցին։ Իսրայելի թագավորը 49-րդ համարի մեջ եւ վերջապես սկսե որ որդի մարդով։ Տեսեք, այս կան դիդրոսները ասենք, այս կան պատկերներ Քրիստոսի մասին, այս գլուխի մեջ։ Ընդհանրապես երկիր գարտանք, Քիրքին հեղինակը միշտ առաջին երկու էջերում մեջ, գսե որ այս քիրքին բարնակությունը ինչ է, շատ մեկ էջով, երկու էջով գսե որ այս քիրքը որ գարտաս այս թեմաներուն պիտի հանդիպիս։ Ասիկա մեզ համար մերածական գսենք introduction, մուկադդիմա, կամ ուղեցույց։ Քեզի ուղեցույց կուտա որ երբ որ այդ քիրքը գարտաս կոր ուշադիր եղիր։ Այս խաղապարները որ կան պիտի զարգացնեմ։ Եվ Հովանու ավետարանիչը հետաքրական է, այս ավետարան շատ հadouk ավետարան է եւ հadouk ցևով կրված է։ Ադոր համար մյուս սինոպտիկ գասպելները առաջին 3 հատը զադ են եւ Հովանես զադ չեշտ ունի։ Հովանես այս հատվածի մեջ Հովանես մրցի բարերով եւ աշակերտներուն բարերով մեզի ցույց կուտա թե Տեր Հիսուս ով է։ Սկիզբեն Բաղմուտյանը սկիզբեն մեզ գսեոր որ Տեր Հիսուս ով է եւ հետեւաբար ավետարանին ընթերցողը գարտացողին գհրավիրե իր քիրքը գարտալու եւ այդ բոլորը հասկանալու Տեր Հիսուսի կյանքին, գործերուն, անոր մահվան եւ անոր հարության մեջ։ Կհասկանաք կորչե միտքը։ Երբ որ մեկ ընդհանրապես սաբաթքի ու առաջին քիրքը իրեն գիտեք միշտ Հովանու ավետարանը գուտան։ Հիմա սխալ չէ այս ոճը, որովհետև իրենք ավետարանիչները ճանաչին Տեր Հիսուսը ներկայացնել, Տեր Հիսուսի մասին խոսել, ավետարանին փրկությունը ճանաչին բացատրել, ներկայացնել։ Եվ ամեն մեկը իր ոճով, իր շեշտով, որովհետև ամեն մեկը հadouk ընթերցողի համար գրեց։ Մատթեոս գրեց հրյաներուն, Ուգաս գրեց հետանոսութենե եկող քրիստոնյաներուն, Թեոփիլոսի գրեգոր եւ ադոր համար կտեսնեք որ դարբերություններ կան ավետարաններուն մեջ։ Եվ Հովանես կսեգոր որ այս քիրքը գարտացեք դուք, բայց այս քիրքի մեջ
անձի մասին է, Քրիստոսի մասին է, բայց այս անձը, ասենք, բարձ անձը չէ։ Այս բոլոր իմաստները, որ շատ 5 դարանի մեջ հեշտված է գուկա, այս բոլորը իր անձի մեջ, իր կյանքի մեջ, իր գործի մեջ, իր առաքելության մեջ դիտեցնեք։ Հետևաբար առաջին մարտահրավերը, որ գուզեմ մեր արժևը ցնել այսօր, ցեզ հրավիրել այս աբեդարանը դարձյալ գարտալու։ Վստահ եմ որ գարտացած եք։ Բայց դարձյալ գարտալու այս տեսակետով, այս ագնոցով եւ տեսնելու որ Տեր Հիսուս այս բոլոր ճշմարտությունները Հիսուսի մասին ինչպես այս աբեդարանի մեջ կրնանք տեսնել։ Եվ անշուշտ կրնանք նաեւ ուրիշներու հետ ալ գարտալ։ Բաժնեկցիլ որպես վկայություն։ Հաջորդ նյութը, ինչ է Հովհաննեսի շեշտը այս հայտարարության մեջ։ Այսօր Աստծոքարը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Աստծո կառնուկը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Նայեցեք, շատ աստվածապաններ գսեն հիմնվելով գարկ աղբյուրներու վրա, որ աբեդարանիչը, Հովհաննես աբեդանիչ, որ այս աշխարհի մեղքը կվերցնե խոսքը, ինք այդ երկրորդ մասը աբելցուցած է իր գոմով։ Եվ 35-րդ համարի մեջ կսե, Աստծո, երկրորդ անգամ ինչ կսե, Աստծո քարը։ Առաջին անգամ կսե Աստծո քարը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Եվ հիմա բիցեք որ բادل ինչ կսեսկոր։ Այս ոճը մյուս աբեդարաններու մեջ շատ չես անտիպիր։ Հովհաննես աբեդանիչ, երբ որ փամը գկրե, հիմա ես ինչ կնեմ, որ կմեկնաբանեմ, որ կբացատրեմ, որ իր մեկնաբանությունը գտնեմ մեջը։ Գսե որ Հիսուսը որ այս տաճարը կանտեցեք եւ 3 օրվա մեջ պիտի շինեմ։ Ինչ կնե աբեդանի մեջ, փակից մը կփանա, գսե որ իր մահվան եւ հարության մասին գխոսեր գոր։ Ուրդեղեն կիցավ Հիսուս եւ որսավ այս խոսքը ինքը գրծավ հասկանալ ինչու համար էր։ Վերջը հասկացավ։ Հարութային հետ հասկացավ։ Եվ ուրեմն երբ որ իր քիրքը գրեգ, որ իր բատկամը գրեգ, որ գսեգոր որ նայեցեք ասիգա իր մահվան եւ հարության մասին գխոսի գոր Տեր Հիսուս։ Այս խոսքը իր մահվան եւ հարության մասին է։ Եվ ուրիշ շատ տեղեր ասենք բաներ մեկնաբանություններ գանտիվին։ Ուրեմն սխալ չէ այս մեկը եւ ուրեմն գսեգոր որ հոս Աստծո կառնուկը որ աշխարհի մեղքը գվերցնե։ Ուրեմն ես կրնամ ասել որ նաեւ ասիգա մեզի համար է։ Եվ եթե ընթերցողներուն այս խոսքը գսե որ Աստծո կառնուկը, Աստծո քարը։ Նայեցեք այս խոսքի մեջ, այս բատկերի մեջ հետեւյալ նայեցեք որքան իմաստներ կա եւ որքան հիշեցումներ կա հրյա ժողովրդին համար։ Առաջին զատգվա բատկերը, գիտեք Զադիգը, Passover, Պաղարչագերածտոնը։ Երբ Եգիպտոսեն ելան ասված ինչ երավ, Եգիպտոսը 10 բադիժներով զարգավ, վերջին անդրանիկները զարգավ։ Եվ ինչ ասավ, կառնուկը մորտեցեք, նշանը τρեք, այրոնը τρեք եւ հրեշտակ եւ որանցնի այդ դանը պիտի խնայեք իտնալով որ իսրայելացի դանը։ Եվ այդ կառնուկը ուրեմն անդրանիկին դեր զոհվեցավ։ Ուրեմն եւ Պաղարչագերած տոնին այդ մեկը գնեն հрьяաները զատգվա տոնին։ Ուրեմն Տեր Հիսուս գխորտանշե փրկություն եւ ազատություն կերութեն է ինչու այդ թեփքեն իդ Իսրայել ժողովուրդը Եգիպտոսեն դուրս եկան չէ ուրեմն փրկություն կերութեն է բայց Տեր Հիսուս մեզի աշխարհային երկրի կերութեն է չի փրկեր բայց մեղքի կերութեն է գփրկե եւ գազադե 1 2 դաջարի մեջ կապված գադարված զոհը ասի իդ կզարկացավ երբ որ դաջարը շինեցին Սողոմոն երբ մարդիկ իրենց մեղքերուն թողության համար զոհ գմադուցան էին որոնց մեջ կառնուկ աղավնի կամ ինչ որեն է ուրեմն Տեր Հիսուսի առաքելությունը ինչ է մեղքերու թողության համար այս կառնուկը այս անձը մեղքերու թողության համար եկած է 3 Տեր Հիսուս Տերոջը ծարան անե որում վրա տեսավ որ հոգին գիշներ Իսրայելի մեջ որ մեկը հոգին գիշնա Աստծո օձյալն է ասել որ գործի համար կանչված է Եսայի 50-րդ գլուխի մեջ դարաբող ծարան է եւ իրեն կսպասեն չարչարանք եւ անարքանք 4-րդ վերջապես Տերը երբ Աբրահամը քննության ենթարկեց ինչպես կնեց
իր մե զոհ խնդրեց, որ մատուցան է Իսահակը արվորտիտ եւ ինձ համար զոհ է մարդը 80-90 տարի սպասած է զավակ կոդաբեր չգսեգոր որ եգուր զավակը դար եւ ինձ համար զոհ է բավական դժվար քնություն էր Աբրահամյան բայց Աբրահամը նազանտեցավ եւ Իսահակի սա որ մի բախնար դերը մի հայթայթ է եւ կացին եւ դերը հայթայթեց սա որ ցերկը Իսահակին վրա միթներ Կարնուգը հոն է տեսնեք դերը հայթայթ այսինքն այդ Կարնուգը substitution գսենք անգլերենով այդ Իսահակի դեր այդ որ մերա որբեսի Իսահակ բերգվի ուրեմն այս բոլորին վրա հիմնվելով Աբեդանի չգսե որ ասոքարը որ աշխարհի մեղքը պիտի վերցնե որ աշխարհը պիտի ազատե քերութենե մեղքի քերութենե օքեյ ուրեմն եւ անշուշտ ասելու համար որ Դեր Հիսուսի արաքելությունը որու համար է բոլոր աշխարհի համար չսեր Իսրայելի ժողովրդի մեղքը պիտի վերցնե ասոքարը որ աշխարհի մեղքը վերցնե Քեզմով ասկերը պիտի օրտնեմ ինքս Աբրահամի հոսքսը բոլոր աշխարհի մեղքը վերցնե եւ մի քանի գլուխի հետ Հովանես պիտի գրեսելով որ բազի ասված այնպես սիրեց աշխարհը մինչև իր միածին որպես ամեն ով որ անոր հավատա չգործվի հավիտենական կյանք ունենա որուս ավասիկա Նիկոդիմոսի գտեստեք ինչպես իրար գապված է ամբողջ ավետարաներ եզրափակենք Այս բոլորի մեջ աշակերտները գհարցեն Հիսուսի քո օթևանդ ուր է ինչ ասավ Եգուր եւ դես եւ կացին եւ դեսան Եգուր եւ դես Աշակերտությունը Քրիստոսի հրավերով գսկսի եւ դերը մեզ գհրավիրե դերոջը հրավերը բաց է Ուր է կոթևանդ եգուր եւ դես այսին եգուր եւ դես ուրեմն իր ռավերը բաց է մեզի իրեն աշակերտ ըլլալ եւ նաեւ այստեղ աշակերտության օքեյ նաեւ այսնուտը գա որ դու Պետրոս պիտի գոչվիս Նաթանայել իրավցնե Իսրայելի մեջ անց որուն ներսին նենկություն չկա ինչպես ուր դեսար ինձ գսե դու զարինդակն է ես քեզ արդեն սկիզբեն ինչ կնե գոր Հիսուս մեկ աշակերտները Գանչեգո Եգուր եւ դես օքեյ փաց է աշակերտը լալը դեր Հիսուսի հրավերն է եւ անշուշտ դեր Հիսուսի հետևելու եւ նաեւ ուրիշներուն դեր Հիսուսը ներկայացնելու օքեյ ադորամը սկիզբի որ երբ որ Լուիսը ունինք Լուիսը պիտի ներկայացնենք բոլորին մեր շրջանագին եւ այս մեկը անշուշտ եկեղեցին գոչումն է Եվ այս մեղը եկեղեցին արաքելությունն է։ Եթե Տեր Հիսուսը ունիս, կանչված ես աշակերտ լալու եւ նաեւ Տեր Հիսուսը ներկայացնելու։ Ինչպես որ Հովանես Մգրդիչ հավատարմությունով դրավ եւ անշուշտ իր կյանքը նաեւ ադոր համար վերջավորության մինչեւ նաեւ իր կյանքը զոհեց։ Քույրեր եղբայրներ, երբ Տեր Հիսուսի հետ ես, կյանքդ Գամած գփոխվի։ Երբ որ Տեր Հիսուսի հետ ես, եւ քալես որ կյանքդ գամած գփոխվի, անոնք հավատացյալին գրնան բգայել ասոր մասին։ Դերը քու նկարակիրը, դերը քու վարվելագերբը, դերը քու որոշումները գամած գփոխի։ Գոճակ չէ ասիգա որ մեկ գամած գփոխվի։ Ինչպես որ բադայեցավ աշակերտներուն որ իրեն հետևեցան։ Եվ անշուշտ ինգան, ցախվեցան, ցկեցին, փախան, մեկը ուրացավ, մեկը ցկեց, միշտ, օքեյ։ Բայց դերը գամած եւ ոստեն գսկսի որ Տուն գեփաս պիտի գոչվիս որ Պետրոս գտարկմանվի։ Խորհրդանշական է ասիգա որ Սիմոնի գսեգոր որ տուն պիտի փոխվիս։ Ուրիշ տեքստը որ քեզ մարդոց որսորդ պիտի ենեմ։ Հասկացավ Պետրոս ոչ, չի հասկացավ։ Յետքը գսե որ արածե ոչխարներս, եթե զիս կտեսնեք։ Բայց սկիզբեն ասենք բաներ գուտագորենց որ challenge-ներ գուտագոր Տեր Հիսուս։ Այսինքն զիրենք կհրավիրե որ աշակերտության արաքելության։ Ուրեմն դերը մեզ գփոխե, դերը մեզ
գեղաշրջե եւ անշուշտ ամեն մեկուս արակելություն գուտա այս աշխարհի մեջ իրեն համար ապրելու եւ զինք ներկայացնելու։ Եվ այս բոլորի մեջ գիտեք բանալի բառը ինչ է։ Հնազանդություն։ Դերոջը պիտի հնազանդենք։ Սատանային միակ դերդը, որ մենք անհնազանդ գտնենք։ Առաջին օրեն Ադամ եւ Եվային սկսավ համոզեց իրենց, եւ որ անհնազանդ եղան, եւ Պետրոս Սարակյալը գսե որ դերոջը հնազանդեցեք եւ սատանան պիտի փախչի։ Okay։ Ուրեմն դերը դա որ մենք նաեւ այս տարվա մեջ իսկավես աջինք, մեծրանք, վստահ եմ որ բոլորիս կյանքի մեջ, եթե հավատացյալ ենք, եթե աշակերտ ենք, բոլորիս կյանքի մեջ միշտ ալ բաներ կան, որ պետք փոփոխության գարուն։ Պետք է որ փոխվենք, բայց դերը դա որ այդ փոփոխությունը ունենանք եւ միշտ հիշենք որ մենք Տեր Հիսուսը ներկայացնելու կանչված ենք։ Դեր Հիսուսի ով լալի եւ դեսնենք որ Մարգարե է, Քրիստոս է, Մեսիան է, Աստծո քարնուկն է, այս բոլոր բաները Հիսուսի մեջ գահավաքվին։ Եվ մենք ասած բոլոր իմաստերը, մեկնաբանությունները անշուշտ գիտենք, խաղոթենք։ Եկնավոր Հայր մեր Տերը, մեր Աստվածը, փառք ունենք քեզ ով Տեր Հիսուսի համար որ ցուն աշխարհ ըրգեցիր։ Որպես քարնուկ, որպես ոչխար, որպես ով Տեր մեզի մեղքերու թողություն դաս եւ մանավանդ մեղքի կերութենեն ազատագրես ով Տեր։ Եվ ցուն այսօր ինչպես աշակերտներունս իլ մեզի ագսես եկուր եւ դես։ Եկուր եւ իմ աշակերտս եղիր։ Ինձ մեզ սորվիր եւ ինձի պես ապրիր։ Ադարամար ով Տեր գաղութենք որ մեզի այս աշակերտության ընթացքի մեջ ով Տեր մեզ հետ լաս եւ մեզ զորացնես եւ մեզ օրհնես եւ առաջնորդես քու բարքիդ համար ով Տեր որպես այս աշխարհի մեջ չանանք քու լույսդ աշխարհի պատմել ծոլացնել Իքանոտ կխնդրենք ով Տեր մեզ հետ եղիր ամեն Բարի օր բոլորիդ